Կաշիր կապիտալ փակ վայրենետիրական ընկերությունը որպես ույն վարորդի մասնակից գտնում է, որ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի վերաբերյալ առկային ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ապացույցներ, որոնք հիմք են հանդիսանում ինչպես օբյեկտիվ չափանիշի, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսակետից վերջինիս կողմնակալ հարմարելու համար։ Նշվածի առնչությամբ հարկ ենք համարում ներկայացնել ներկայացալ հիմնավորումները։ Առաջին, նախ հարկ ենք համարում անդրադառնալ Մեսրոպ Մեսրոպյան անձին վերջինիս կենսագրական տվյալներին։ Մեսրոպ Մեսրոպյանը 2012 թվականի մայիսի 30-ին նշանակվել է հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամ 4 տարի պաշտոնավարման ժամկետով։ 2020 թվականի նոյեմբերի 16-ին թողնելով դե յուրե անկախ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամի ինքնավար պաշտոնը, անցել է քաղաքական գործունեության 2020 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվելով Կոտայքի մարզպետ։ Ուշադրության արժանի է, որ Կոտայքի մարզպետ հանդիսանալու ժամանակահատվածում Մեսրոպ Մեսրոպյանը իր ելույթների ժամանակ բազմաթիվ անգամ ընդգծել է, որ հանդիսանում է քաղաքական գործիչ եւ բառացի մեջբերեմ ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալել առավել քան 20 տարի, հղումները ներկա են դիմումինքից։ 21 թվականի մայիսի 27-ին վերջինս ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից, որպեսզի հանգամանքը կարող է սխալ ենթադրություն ձևավորել, որ վերջինս քաղաքական կապերը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ավարտում են։ Հաշվի առնելով վերջինիս ազատման ժամանակահատվածը կարող ենք եզրահանգել, որ խնդիրն առաջացել է ընտրական գործողությունների առնչությամբ, քանի որ Հանրապետության նախագահի 21 թվականի մայիսի 10-ի թիվ ՆՀ99N հրամանով արտենից նշանակված էր ազգային ժողովի արտահայտ ընտրությունները 2021 թվականի հունիսի 20-ին։ Ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորման գործընթացը սկսվել է 21 թվականի օգոստոսի 2-ին։ Մասնավորապես Հանրապետության նախագահի 21 թվականի օգոստոսի 2-ի հրամանով Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։ Գրեթե 20 օր անց 21 թվականի օգոստոսի 25-ին Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտում գտնվող Հաշվարկային կենտրոն փակ վայրենետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավար։ Հանձնաժողովի ուշադրությունը գրավում է այն հանգամանքին, որ Մեսրոպ Մեսրոպյանը հաշվարկային կենտրոն ՓԲ գործադիր մարմնի ղեկավարը նշանակվել օրենքի ուղղակի պահանջների խախտման։ Այն հիմնավորմամբ, որ մի կողմից նշանակվելու պայմանությամբ գործող հանրային ծառայություններ կարգավորող մարմնի մասին օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հանձնաժողովի անդամն իրավունք չունի իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորություններ վարժել ժամկետ դադարելու բայց մեկ տարվա ընթացքում զբաղվել հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող ընկերության ստորաբաժանումների համակարգման գործառույթներով ոչնչված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոն։ Մյուս կողմից նույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում պաշտոնից ազատվելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջապես հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում։ Իսկ նույն դեպքում Մեսրոպ Մեսրոպյանը 2021 թվականի օգոստոսի 25-ին նշանակվել է հաշվարկային կենտրոն փակ վայրենետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավար այն դեպքում, երբ իր որպես հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամ լիազորությունը դարձել են 20 թվականի նոյեմբերի 16-ին, այսինքն մեկ տարի չլրացված։ Ակնհայտ է, որ նշված իրողությունը կարող է ծառայել իշխող ուժի կողմից վերջինիս նկատմամբ որպես լծակ։ Հաջորդը հաշվարկային կենտրոն ՓԲ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը Մեսրոպ Մեսրոպյանը լքել է 24 թվականի նոյեմբերի 15-ին, անցնելով հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ուշադրության արժանն է, որ համաձայն վարչապետի կողմից Մեսրոպ Մեսրոպյանի ՀԾԿ նախագահ պաշտոն առաջադրելու վերաբերյալ ազգային ժողովի նախագահային փոխանցած փաստաթղթերի փաթեթում առկա ինքնագենսագրականի Մեսրոպ Մեսրոպյանը 2023 թվականի նոյեմբեր ամսից հանդիսացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Հատկանշական նաև, որ վերջինիս առաջադրման գործընթացը քանզի թեպետ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը գլխում է, որ ՀԾԿ նախագահի թափուր պաշտոնում տեխնատու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարությանը, սակայն նրա առաջադրելու որոշումը կայացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում իր մասնակցությամբ։ Խաղումը առկա է։ Վերաբերյալ տեղեկությունների համադրված վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրանք ինքնին կաշկանդող գործոն են հանդիսանում հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի համար, քանզի դրանցով առնվազն ապացուցում է վերջինիս ամուր քաղաքական կապը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։
Ավելին, ուսումնասիրելով Մեսրոպ Մեսրոպյանի անձ հետ կապված օբյեկտիվ գործոնները կարող են արձանագրել նաև, որ համացածում արտադրությունների եւ վերջինիս տված հայտարարություններից պարզ է դառնում, որ վերջինս խնամիական կապի մեջ է գտնվում քաղաքացիական պայմանագրի կուսակցության հիմնադիր անդամներից Սասուն Միքայելյանի հետ։ Հաջորդիվ պետք է նկատել Սյուն վարչական վարույթի հայությունը քաղաքական գործընթացի արդյունք է, որը ի սկզբանե դրվել է գործող իշխանության քաղաքական պայմանագրի կուսակցության կողմից, մասնավորապես գործընթացը սկսվել է դեռևս 2025 թվականի հունիսի 18-ին եւ վարչապետն իր Facebook-յան էջում արձանագրել է. Մեջբերում եմ. Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի, 24-ին վարչապետն իր Facebook-յան էջում նշել է. Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կտեսնենք գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Վերօրյակի հաջորդել է 25 թվականի հունիսի 26-ի հրապարակումը, որտեղ արձանագրվում է. պետությունը կստանցնի խեցի կառավարումը։ Նույն հրապարակմանը կից առկա է նաև տեսաձայնագրություն կառավարության նիստից, որտեղ վարչապետը հայտարարում է հետևյալը. Այն ինչ որ ասել եմ, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե, process-ը չի լինելու մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ արդյունավետ իրականացնենք։ Հավելել, արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացնեն շատ արագ։ Ես կարծում եմ, որ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա։ Այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը կառավարությունը կստանձնի Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը։ Եվ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում։ Այնուհետև 25 թվականի հուլիսի 19-ին վարչապետն իր Facebook-յան էջում հրապարակել է տեսաձայնագրություն ասիություն։ Նախ ինչ է տեղի ունենում, ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Վերօրյա հայտարարությունների հաշվառմամբ կարող ենք փաստել, որ Սյուն վարչական վարույթի հարուցումը ուղղակիորեն հանդիսանում է քաղաքական գործընթացի արդյունք եւ պարզ է, որ այդ քաղաքական գործընթացը պես կեսկիզբ առներ գործող իշխանության քաղաքացիական պայմանագրի կուսակցության հետ ամուր քաղաքական կապեր ունեցող հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի անդամ պարոն Մեսրոպ Մեսրոպյանի կողմից։ Հաջորդիվ, անդրադառնալով նույն քաղաքական գործընթացի շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխություններին, պետք է արձանագրել, որ Թեպետ վարչության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 38-ի առաջին մասի բեկետի համաձայն վարչական վարույթ հարուցելու հիմքի հանդիսանում վարչական մարմնի նախաձեռնությունը, իսկ վարչական վարույթ հարուցող սուբյեկտ վարչական մարմինը, այնուամենայնիվ, հաշվի առնելով հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքական վստահելի գործընկեր հանդիսանալու հանգամանքը, հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում կատարվեց լրացում։ Կատարված լրացումների արդյունքում նշված օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ վարչական վարույթը հարուցվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ եւ նույն որոշմամբ էլ կարող է կիրառվել կանխարգելիչ միջոցառում։ Ավելին, հանրային ծառայություններ կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը հստակ քաղաքական պատճառներով նման լիազորություններով է օժտում հանրաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, շրջանցելով, անտեսելով հանրային ծառայություններ կարգավորող հանրաժողովի եւ դրա անդամների գործունեությունը անաչառությունը։ Ի թիվս այլին նույն օրենքով սահմանված հետեւյալ երաշխիքները։ Կարգավորման իրականացումն ինքնավար պետական մարմնի կողմից եւ որոշումների ընդունման կոլեգիալությունը եւ անկախությունը։ Հանրաժողովի ինքնավար պետական մարմինն է եւ ինքնուրույն է իր իրավասությունները իրականացնելիս։ Հանրաժողովը կազմված է 5 անդամից եւ հանրաժողովի նախագահը եւս հանդիսանում է դրա իրավազոր անդամ։ Հանրաժողովի նախագահային որոշում ընդունելու լիազորություն վերապահված չէ։ Հանրաժողովին յուրաքանչյուր անդամի տրված է քվեարկելու իրավունք։ Հանրաժողովի անդամը անկախ է եւ գործում է համայնության եւ օրենքներին համապատասխան։ Նշված հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների շուտապույտ ընդունումը եւ կոլեգիալ մարմնի անդամների լիազորությունների սահմանափակումը անաչառ դիտորդի մոտ ձևավորում է կարծիք, որ հեծի պետականացման ապօրինի գործընթացը սկսելիս իշխող քաղաքական ուժը գիտակցել է, որ հանձնաժողովը բոլոր անդամները չէ, որ կգնան ապօրինության։ Ուստի այդ ողջամիտ մտավախությունը փարատելու համար է նախաձեռնվել այդ օրենսդրական փոփոխությունները։ Նպատակ հետապնդելով իրենց նախկին համակուսակցի Մեսրոպ Մեսրոպյանի ռեսուրսի օգտագործմամբ վերցնել հեծի կառավարումը։
Հաջորդիվ հարկ է նկատել, որ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը 25 թվականի հուլիսի 18-ին կայացնում է վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին թիվ 1A որոշումը, որով գործող իշխանությունները հրապարակումներին և հայտարարություններին համապատասխան մոտ 10 օր առաջ ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների հիման վրա հարուցած վարչական վարույթի կանխարգելիչ միջոցառում է։ Այնուհետև պետք է նկատել, որ վերնշված որոշման կայացում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա։ Այն դեպքում, երբ փաստացի մոտ 3 տարի մինչ հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնելը Մեսրոպ Մեսրոպյանն հանդիսացել է նշված նախարարության ուղղակի ենթակայությամբ գործող պաշտոնական անձ։ Գործելավոճը խնդրահարույց է նաև այն տեսանկյունից, որ վերջինս վարչական վարույթ է հարուցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա այն պարագայում, երբ հանրային ծառայություն է կարգավորող հանձնաժողովի տրված և ոլորտը կարգավորելու ամբողջ գործիքակազմը։ Իսկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդման ներկայացված հիմքերին կարող է տեղեկանալ ոչ այլ կերպ, քան հենց հանրային ծառայություն է կարգավորող հանձնաժողովի միջոցով։ Այսինքն տկեն հաղորդմամբ նշված հիմքերն հանդիսանում են այն տեղեկությունները, որը եռամսյակային կտրվածքով հետիը տրամադրում էր հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով կամ հանձնաժողովն է մոնիթորինգների արդյունքում և բաժանորդների դիմավորների հիման վրա ստանում։ Այս համատեքստում գործընթացի իրականացման ընդհատակարգը ընդամենը ուղղված է երկու քաղաքական գործիչների՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախագահ Դավիթ Գուդատյանի և հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի միջև քաղաքական և իրավական պատասխանատվությունը կիսելու։ Բացի այդ, հարուցելով վարչական վարույթ Մեսրոպ Մեսրոպյանը դրա հիմքում մեխանիկական կերպով արձանագրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված հիմքերը, ապօրինի կերպով ձեռնպահ մնալով այն հանգամանքների արձանագրումից, որ մի շարք դեպքերում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից բարձրացած խնդիրները դուրս են հեծի կառավարման և պատասխանատվության տիրույթից։ Հանձնաժողովի կայքում հրապարակված որոշման նախագծում գրեթե տեղ չեն գտել վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած այն 9 կետերը, որոնք ներկայացվել էին պարոն Գուդատյանի կողմից։ Ավելին, որոշման նախագծում անգամ անհրաժեշտ չի կատարել վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած այդ 9 կետերը, քանի որ դրանք այն աստիճան անհիմն են, որ անգամ դրանց մասով հանձնաժողովը չի էլ ցանկանում արձանագրել, որ անհիմն են։ Ստացվում է, որ Մեսրոպ Մեսրոպյանը միանձնյա վարույթ է հարուցել և կիրառել ամենածանր կանխարգելիչ միջոցը այն աստիճանի անհիմն կետերի հիման վրա, որ այդ կետերը հանձնաժողովը որոշում կայացնելիս չի ցանկանում ներառել այդ որոշման նախագծի հիմքում անգամ։ Ավելին, հարուցելով վարչական վարույթ, հանձնաժողովի նախագահը կիրառում է ժամանակավոր կառավարիչ նշանակելու կանխարգելիչ միջոցառում, այն դեպքում, երբ առկա են ևս 4 այլ կանխարգելիչ միջոցառումներ, և երբ հենց ժամանակավոր կառավարիչ նշանակումներ ուղղակիորեն համապատասխանում գործող իշխանության ղեկավարի հայտարարությանը, առ այն, որ առաջին թիվով պետությունը կստանձնի կառավարումը։ Բացի այդ, կիրառելով կանխարգելիչ միջոցառում, հանձնաժողովի նախագահը ժամանակավոր կառավարիչ է նշանակում Ռոմանոս Պետրոսյանին, ով հանդիսանում է գործող իշխանությունների քաղաքական թիմի ակտիվ անդամ և քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է։ Պետք է նկատել նաև, որ հանձնաժողովի նախագահ Ռոմանոս Պետրոսյանը որոշել է նշանակել ժամանակավոր կառավարիչ բացառապես հաշվի առնելով նրա 1 օր առաջ տրամադրված դրությունը, որ չի արարքում հանդիսանալ հետի ժամանակավոր կառավարիչ և որևէ այլ հանգամանք կամ փաստաթուղթ կարգա չէ։ Ի թիվս այլ հանգամանքներ նաև վերջինս համապատասխանություն էներգետիկայի մասին օրենքի 52.1 հոդվածի 4 մասով սահմանված պարագային, ինչպես նաև անհասկանալի թե ինչպես են ստուգվել այդ հանգամանքները, անհնարբազել քանզի վարչական վարույթի նյութում նման ապացույցներ առկա չեն։ Ուշադրության արժանի է նաև հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ ըստ էության անձամբ չի որոշել ժամանակավոր կառավարիչ նշանակման հարցը և ուղղորդվել է քաղաքական իշխանության կողմից, քանզի այն, որ հենց Ռոմանոս Պետրոսյանն է նշանակվելու այդ պաշտոնում, մամուլում շրջանառվում էր դեռևս այն ժամանակ, երբ վերջինս զբաղեցնում էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ Առկա են բազմաթիվ մամուլի հրապարակումներ, որոնք ներկայացված են։ Ռոմանոս Պետրոսյանին, որպես ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը խնդրահարույց է նաև այն տեսակետից, որ վերջինս հանդիսանում է այն անձը, ով դեռևս 2025 թվականի հունիսի 24-ին տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ հետի պետականացման գործընթացի մասին ինքը տարիներ առաջ մտածել է և տրանսնացիոնալ այն ընկերությունները, որոնք ունեն բնական մենաշնորհ,
ինքը կողմնակից է, որ լինեն պետական կամ մարմնավորական պետական մասնակցությամբ։ Այս համատեքստում հռետորական հարց է առաջանում հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն Ռոմանոս Պետրոսյանը նշանակելով ժամանակավոր կառավարիչ նպատակ է տապնդել ապահովել ընկերության բնականոն գործունեությունը, ենթադրյալ ճգնաժամի կառավարումը, թե ապահովել ընկերության ճգնաժամի առաջացումը եւ այդ հանգամանքի արձանագրմամբ կառավարչի եւ նրա ղեկավարի մտածումների, այսինքն պետականացման կյանքի կոչումը։ Ավելին, Ռոմանոս Պետրոսյանի ընտրությունը հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից խնդրայց է նաև այն տեսակետից, որ վերջինս այդ անձին նշանակում է ժամանակավոր կառավարիչ այն դեպքում, երբ նա ընդամենը 1 օր առաջ 2025 թվականի հուլիսի 17-ին է վարչապետի որոշմամբ ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Իսկ համաձայն պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների ուղղակիորեն վարչապետին ենթակային 4 պետական մարմիններ, որոնցից մեկը հանդիսանում է պետական վերահսկողական ծառայությունը, իսկ հանձնաժողովի նախագահ ժամանակավոր կառավարիչ է նշանակում հենց այդ մարմնի 1 օր առաջ ազատված ղեկավարին։ Արդյունքում, երբ Ռոմանոս Պետրոսյանը Հայաստանի Երեկական ցանցեր թագայում կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց ազատում է զբաղեցած պաշտոնից եւ նրանց փոխարեն նշանակում է քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամներին, օրինակ Արման Սմբատյան, հետ իրացման տնօրենի տեղակալ, Սարիկ Մինասյան, հետ ղարս մասնաճյուղի տնօրեն, Գյումրի համայնքի վերջին ուսուցիչներն ԿՊ կուսակցության տեխնացուն, Լյուդվիգ Գյուլնազարյան, Էշմիածին Էլցանցի պետ, Փարակար համայնքի վերջին ուսուցիչներն ԿՊ կուսակցության տեխնացու եւ այլն։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը փաստացի իր համաձայնությունն է հայտնում այդ վարկագծին բարձրացված մտահոգությունների վերաբերյալ հարցին պատասխանելով, որ Ռոմանոս Պետրոսյանը գործում է իրեն տրված ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում, իսկ այդ լիազորությունները իր հետ քննարկելու իմպերատիվ պահանջ հարկած չէ, մոռանալով այն մասին, որ համաձայն իրավական անձանց պետական վերահսկման իրավաբանական անձանց ստորաբաժանումների Ինդարխի եւ Անած ձեռնարկատերի պետական հաշվառման մասին օրենքի 37 հոդվածի 3.3 մասը իրեն պատկանում է ժամանակավոր կառավարիչ լիազորությունների դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու իրավասությունը։ Ավելին, պարզ տրամաբանությունից բխում է, որ եթե որոշակի կարգավորումների համատեքստում հանրային պաշտոն զբաղեցնող անձը մասնավոր կառավարություն նշանակում է դրա կառավարիչ, այն հիմնավորման, որ վերջինս հանդիսանում է ճգնաժամային կառավարիչ եւ պետք է ապահովի գործունեության բնականոն ընթացքում անընդհատությունը, ապա առնվազն այդ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է հետևի, թե արդյոք իր կողմից նշանակված անձը կատարում է այն առաքելությունը, ինչի համար նշանակվել է, եւ եթե չի կատարում, ապա պարտավոր է այդ առնչությամբ քայլեր ձեռնարկել։ Նույն համատեքստում պարզ տրամաբանությունից բխում է, որ երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը մասնավոր կառավարություն նշանակում արտաքին կառավարիչ, ապա առնվազն պետք է ապահովի փաստաթղթերի իրերի իրական վիճակի հանձնում ընդունում, քանի որ հակառակ պարագայում հետագայում որոշակի խախտում վերագրելու դեպքում հարց է առաջանում, թե ով է հանդիսանում պատասխանատու սուբյեկտը։ Մեսրոպ Մեսրոպյանը որևէ քայլ չի ձեռնարկել նաև այն հարցի առնչությամբ, որ իր իսկ նշանակմամբ ժամանակավոր կառավարիչը խախտելով հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի 25/05/2016 թվականի 125A որոշման պահանջները, ապօրինի կերպով Հայաստանի Երեկական ցանցեր փակ բարենպետական ընկերության էկոնոմիկայի եւ ֆինանսների գծով տնօրենը նշանակել Արմեն Շահնազարյանի խախտում կանում է նրանում, որ նախ նշված որոշման պահանջներին համաձայն նման նշանակում կարող է իրականացնել բացառապես հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովով տեխնացուի համապատասխանատվության դիմում ներկայացնելուց եւ հանձնաժողովի համաձայնություն ստանալուց հետո, ինչը սույն դեպքում չի իրականացվել։ Եվ երկրորդ, այդպիսի համաձայնություն կարող է տրվել բացառապես այն դեպքում, երբ տեխնացուն բավարարում է ֆինանսական եւ կամ տնտեսագիտական ոլորտների բարձրագույն կրթություն ունենալու մասնագիտական աշխատանքային ղեկավար փորձ ունելու պահանջներին։ Մինչդեռ սույն դեպքում Արմեն Շահնազարյանը ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում եւ Վիկիպեդիա կայքում ուր կանգնեցինք, ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում եւ Վիկիպեդիա կայքում հարկատվյանների կրթությամբ միջազգայնագետ պատմաբան է։ Արդյունքում իթևս այլ հանգամանքների մի կողմից նշված անձի կողմից կայացած որոշումն է դառնում են ապօրինի եւ ռիսկի տակ են դնում Հայաստանի Երեկական ցանցեր փակ բարենպետական ընկերության բնականոն գործունեությունը, մյուս կողմից վերջինիս աշխատավարձի վճարումը հանդիսանում է հետ ընկերության միջոցների վատում, ինչը Մեսրոպ Մեսրոպյանի կողմից որևէ կերպ չի կանխվել եւ ինչի հետևանքով հեծին պատճառվել է վնաս վերջինիս կողմից ենթակա եւ վերջինիս կողմից ենթակա հատուցման։
Իդեպ այս հանցավոր արարքի վերաբերյալ 2025 թվականի նոյեմբերի 12-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին քրեական բարույթ նախաձեռնելու համար։ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից չի կանխվել նաև Ռոմանոս Պետրոսյանի կողմից ապատերեկատվության տարածումը։ Ավելին, վերջինս նաև չհերքելով դաշտպարտչական բնույթի տեղեկությունները այդպիսով աջակցել է դրանց տարածմանը։ Որպես օրինակ կարող ենք նկատել, որ ընկերության կառավարման մարմին հանդիսացող տնօրենների խորհրդի անդամների բարձրացության սակագնի վրա չհատելու հանգամանքը։ Չնայած մի շարք հարցումների Մեսրոպ Մեսրոպյանի կողմից չի արձանագրվել, իսկ լրատվամիջոցների կողմից ներկայացած հարցումներին սակագնային քաղաքականության բարձրացության արտադրության պայմաններում պատասխանել է այս ստորաբաժանումը։ Մեկ այլ դեպքում հենց ինքն է տարածել ապատերեկատվություն մի դեպքում հայտարարելով, որ Սույն վարույթի հնարավորությունն ընձեռել օրենքի փոփոխությունների վերաբերյալ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի դիրքորոշում է ներկայացել, իսկ մեկ այլ դեպքում լրատվամիջոցին հայտնելով, որ այդ դիրքորոշումը գրավոր չի ներկայացվել, եղել է աշխատանքային քննարկում, պարզ չէ, թե ինչի մասին է միգուցե արձանագրված լինի պարագայում, դա ևս լիներ բացարկի հիմք։ Բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանը հետում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում օգտագործել է ոչ թե ընկերության բնականոն աշխատանքն ապահովելու համար, այլ հեծի բաժնետերին տնօրենների խորհրդի ընկերության մեկուսացնելու, նրանց տեղեկատվության տրամադրումը իսպառ խաթարելու եւ Մեսրոպ Մեսրոպյանին վարույթի հարուցման հիմքերի բացակայության պայմաններում այդ հիմքեր ստեղծելու եւ հավաքագրելու համար։ Վերօրյալը հաստատումն է հանդիսանում այն, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված էլեկտրական ցանցեր պատվարժանական ընկերության լիցենզիայի դադարեցման որոշման նախագծու ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առավելապես դրա հիմքում դրված են այնպիսի հանգամանքներ, որոնք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ոչ թե օրինական ճանապարհով բազել է լրիվ օբյեկտիվ բազմակողմանի վարույթի շրջանակներում, այս հանձնաժողովին է տրամադրել Ռոմանոս Պետրոսյանի կողմից, իբր նշանակվել է ապահովելու համար Հայաստանի էլեկտրական ցանցեր պատվարժանական ընկերության բնականոն գործունեությունը։ Իսկ իրականում նշանակվել է վարչապետի վերնշված տեսնենք այնտեղ ինչ է տեղի ունենում պահանջը ապահովելու համար։ Արդյունքում քաղաքական իշխանության Մեսրոպ Մեսրոպյան Ռոմանոս Պետրոսյան կապի միջոցով ակտի նախագծից անհետացել են այն հանգամանքները, որոնց հաստատման կամ հերկմանն է ուղղված վարչական վարույթի իրականացումը, առաջացել են նոր հիմքեր։ Նույն համատեքստում գնահատման առարկա է նաև այն վարչական վարույթի իրականացման ժամանակահատվածում Մեսրոպ Մեսրոպյանի կողմից նախաձեռնված մոնիտորինգը, որին ընկերության օրինակ ի պաշտոնե լիազոր ներկայացուցիչները մասնակցելու ընկերության իրավունքներն ու շահերը ներկայացնելու հնարավորություն չի տրվել։ Մենք post factum ներկայացնելով իրականացած մոնիտորինգի եզրակացությունը առաջարկելով ներկայացնել կարծիք դրա համար։ Նույն գործելավոճի շարունակություն է նաև վերջինիս կողմից մի շարք կառույցների, այդ թվում բանկերի հարցումների ներկայացումը, որոնք իրականացման մասին ընկերության օրինական ի պաշտոնե լիազոր ներկայացումներ չեն տեղեկացվել։ Հարկ է շեշտել, որ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը հետապնդում է ընկերության վիճակը հնարավորինս խաթարեցնելու, հեծում ճգնաժամի իմիտացիա ստեղծելու, Մեսրոպ Մեսրոպյանի եւ Դավիթ Խուդատյանի գործողություններին պաշտպանվելու, Մեսրոպ Մեսրոպյանի եւ Դավիթ Խուդատյանի գործողություններից պաշտպանվելու, հեծի իրավունքները այդ թվում դատավարական իրավունքներ սահմանափակելու նպատակ։ Դա ակնհայտորեն դրսևորվեց եւ հեծ գլխավոր տնօրենի կողմից տրված լիազորագրով պատասխանի կողմից ներկայացած հեծի շահից բխող հայցերից եւ բողոքներից հեծի անունից Ռոմանոս Պետրոսյանը հրաժարվեց։ Դա նաև դրսևորվել է հեծի մատակարարման լիցենզիայի ժամկետի երկարաձգման մասով հանձնաժողովի կայացած ոչ իրավաչափ որոշման բողոքարկումից Ռոմանոս Պետրոսյանի հրաժարվելով։ Դա նաև դրսևորվել է հանձնաժողովի կողմից մոնիտորինգի արդյունքներն անքննելիորեն ընդունելով եւ ավելին այլ մոնիտորինգների իրականացման համար ենթադրյալ բացահայտումների վերաբերյալ թերի եւ ոչ պրոֆեսիոնալ տեղեկություններ հավաքագրելով եւ տրամադրելով։ Վերը շահագրված փաստական տվյալները ամբողջական փաթեթով դիտարկելիս ցանկացած անաչափ դիտորդի մոտ կձևավորվի համոզում, որ Ռոմանոս Պետրոսյանին տեխնացիոն ընտրությունը ոչ թե Մեսրոպ Մեսրոպյանին, այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության է եւ կամ հենց Ռոմանոս Պետրոսյանին է, եւ կամ Նիկոլ Փաշինյանին, իսկ Մեսրոպ Մեսրոպյանը կատարել է ընդամենը քաղաքական հրահանգ եւ որոշում նշանակել նրան։ Հետաքրքրական է նաև, որ Ռոմանոս Պետրոսյանի եւ Մեսրոպ Մեսրոպյանի դրսևորած վարչակիցը Սույն վարչական վարույթի շրջանակներում, ինչը մի կողմից ցույց է տալիս Սույն վարույթով վերջինիս քաղաքական կաշկանդվածությունը, մյուս կողմից առավելևիտ ընդհանրակարգային սխալ թույլ չտալու
անզուտ ցանկություն։ Մասնավորապես հանրային ծառայությունը կարգավորված հանձնաժողովի կայքում հրապարակված նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ռոմանոս Պետրոսյանը Սույն թվականի հուլիսի 31-ի գրությամբ խնդրել է գրավոր դիրքորոշում հայտնելու համար օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը երկարաձգել ևս 30 օրով, սակայն մինչ օրս որևէ դիրքորոշում չի հայտնել։ Մյուս կողմից կայքում հրապարակված նախագծում մատնանշված է, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ելնելով գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի պատշաճ վարչության իրավունք իրացման բոլոր հնարավորությունները ապահովելու անհրաժեշտությունից 25 թվականի նոյեմբերի 6-ի գրությամբ վերջինիս տեղեկատվություն է տրամադրում, արձանագրելով, որ Կարեն Հարությունը որպես ֆիզիկական անձ Սույն վարչի շրջական անձ Սույն վարչի շրջանակում չունի պատշաճ վարչության իրավունք, կարող է փաստել, որ Մեսրոպ Մեսրոպյանի փաստացի գործունեությամբ ցույց է տվել, որ Սույն վարորդով Կարեն Հարությունը հանդիսանում է ՀԵՑԲՎ պաշտոնե ներկայացուցիչ։ Այդ պայմաններում ինչու է Սույն վարչի շրջանակում Մեսրոպ Մեսրոպյանի գիտության ընդունում իր նշանակած ժամանակավոր կառավարքի դիրքորոշում հայտնելու ժամկետի երկարացման դիմումը արձանագրելով, որ վերջինս հանդիսանում է ՀԵՑ ներկայացուցիչ անհասկանել է։ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից ստեղծված խառնաշփոթի ուղղակի արձագանքումն է հանդիսանում 25 թվականի հոկտեմբերի 23-ի գրությունն առ այն, որ դեռևս 25 թվականի սեպտեմբերի 24-ին արձանագրվել է հրաման, արձակվել է հրաման Կարեն Հարությունյանի կողմից լիազորագրել ուժը գործած ճանաչելու մասին, առանց անդրադառնալու այն հարցին, թե արդյոք Ռոմանոս Պետրոսյանը ուներ նման իրավասություն այդ լիազորագրերը դադարեցնել։ Կարեն Հարությունյանի որպես Հայաստանի Էլեկտրական ցանցեր փակbaşնետական ընկերության իպաշտոնի ներկայացուցիչ անձուց հանդես գալու։ Հատկանշական է, որ Ռոմանոս Պետրոսյանը այդպես էլ որևէ դիրքորոշում չի ներկայացել վարորդի հիմքերի մասով։ Նույն համատեքստում ուշադրության արժանի է, որ համաձայն հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված նախագծի Տաշիր կապիտալ փակbaşնետական ընկերության գլխավոր տնօրեն եւ Հայաստանի Էլեկտրական ցանցեր տնօրենի խորհրդի նախագահ Արեգ Կարապետյանին 2025 թվականի օգոստոսի 6-ի գրությամբ տեղեկացնում է, որ պատշաճ վարչության իրավունքն իրացնելու հնարավորություն ապահովելու անհրաժեշտության պայմանավորված կարող է ներկայացնել գրավոր դիրքորոշում, ծանոթանալ վարչական վարույթի նյութերին եւ օգտագործել վարչական վարույթի մասնակցի բոլոր իրավունքներից։ Ավելի 25 թվականի հուլիսի 28-ին Տաշիր կապիտալ փակbaşնետական ընկերության գրությամբ հայտնում է, որ 25 թվականի հուլիսի 28-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժի վճռի մասին, խնդրելով կասեցնել Սույն վարչական վարույթը, որպեսզի դիմում տրվում է ընթացք։ Ի վերջո 25 թվականի օգոստոսի 18-ին փաստացի մերժելով այն։ Մինչդեռ ուշադրության արժանի է, որ վերը նշված երկու փաստական հանգամանքները ցույց են տալիս Մեսրոպ Մեսրոպյանի Սույն վարչական վարույթի շրջանակներում քաղաքական կաշկանդվածության առայրովի տնտեսակարգային սխալներ թույլ չտալու անզուտ ցանկությունը, քանզի Մեսրոպ Մեսրոպյան տեղեկացրել Նարեկ Կարապետյանի վարչական վարույթի մասնակցի բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորության մասին եւ մերժել վերջինիս վարչական վարույթի կասեցնելու դիմումը այն պարագայում, երբ այդ պահին դրությամբ վերջինս չի հանդեսացել Սույն վարչական վարույթի մասնակից, քանզի ընկերության տնօրենների խորհրդի նախագահ համաձայն Բայժետական ընկերությունների մասին օրենքի չի հանդեսանում այն անձը, ով կարող է առանց լիազորագրի ներկայացնել ընկերության երրորդ անձանց առջև, իսկ ինչ վերաբերում է Բայժետական կապիտալ գլխավոր տնօրեն լինելու հանգամանքին, ապա պետք է նկատել, որ Տաշիր կապիտալ փակbaşնետական ընկերությունը Սույն վարչական վարույթով երրորդ անձ է ներգրավել միայն 25 թվականի օգոստոսի 15-ի վարչական վարույթում երրորդ անձ ներգրավելու մասին թիվ 299 ավորոշման։ Նույն գործելագործի շարունակությունը հանդիսանում նաև, որ Մեսրոպ Մեսրոպյանը ունենալով բարձրաբանում այն մասին, որ մեջ բերում ակտի նախագծից արտակարգ արբիտրն իր 25 թվականի հուլիսի 22-ի վճռով ուղղակիորեն չի կարգավորել հանձնաժողովի նախագահի հուլիսի 18-ի որոշման փոխանցած վարչական վարույթի կասեցում, այլ իր որոշմամբ կարգադրել է պատասխանողին հրաժարվել բռնագանձման վերաբերյալ օրենքները, այսինքն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի մասին օրենքում, հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխությունների մասին օրենքները կիրառելուց եւ ընկերության ազգայնացման ուղղված հետագա քայլեր ձեռնարկելուց։ Իր գործողությունով չի կանխել հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված Հայաստանի Էլեկտրական ցանցեր փակbaşնետական ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի դադարեցնելու մասին որոշման նախագծի արկայության հնարավորությունը։ Հետաքրքրական է, որ Ռոմանոս Պետրոսյանի վարկագիծը, ով նախ 25 թվականի սեպտեմբերի 22-ի գրությամբ հայտնել է, որ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի կողմից աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականություններ չեն իրականացնում եւ առաջարկել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահին լուծել Կարեն Հարությունյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, այդուհետ
Երբ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կողմից ներկայացվում է Սուրեն Կարյանին գլխավոր տնօրեն նշանակելու վերաբերյալ առաջարկը, Ռոմանոս Պետրոսյանը 2025 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 0-08-11-62 գրությամբ հասկանալով, որ իրենց իսկ քաղաքական իշխանության կողմից նախաձեռնված իրականացված օրենքի փոփոխությունների էական բարձրորում են պարունակում նոր գլխավոր տնօրեն նշանակելու հարցի առնչությամբ, նշում է, որ չի առարկում Կարեն Հարությունյանի ընկերության միազնյա գործադիր մարմնի ղեկավար հանդես գալու փաստում, իսկ Սուրեն Կարյանի մասով արձանագրելով, որ յուրաքանչյուր հարցի առնչությամբ անհրաժեշտ է պարտադիր իր համաձայնությունը, դե ֆակտո մերժում համաձայնության տրամադրումը։ Բացի այդ, վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ VD12802/025/20 վարչական գործը, որով քննվում է Տաշիր Կապիտալ Փակ բարենպետական ընկերության Հայկ Ննդեմ հանձնաժողովի նախագահի վերջինիս կողմից 18/07/25 թվականի 1A որոշման վարույթ հարուցելու մասով իրավարարության բացակայության ճանաչելու պահանջի մասին հայց է։ Թե նշված գործի եւ թե ուսի վարույթի շրջանակում բարձրացում է վերջինիս կողմից հայեցողական լիազորությունների խախտման, հենց կողմից առերևույթ խախտումների բացակայության պայմաններում վարույթ հարուցելու եւ անհամաչափ առավել խիստ կանխարգելիչ միջոց կիրառելու, ասել է թե վերջինիս անհրաժեշտ եւ արտացի չլինելու հարց է, ինչը Մեսրոպ Մեսրոպյանին առավելապես շահագրգիռ է դարձնում իր որոշման հարուցած վարչական վարույթի խախտման արձանագրմամբ եւ պատասխանատվության միջոց կիրառելու արդյունքով ավարտին հասնելու հարցում, որի դեպքում երկրորդական պլան կմղրի վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում վարույթի հարուցման եւ խիստ միջոց կանխարգելիչ միջոց կիրառելու հանգամանքները։ Ավելին, դեռևս 06/08/2025 թվականին Մեսրոպ Մեսրոպյանը դիմել է հայ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, խնդրելով հայտնել հայ կառավարության դիրքորոշումը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22/07/25 թվականի կայացած որոշման առնչությամբ, որին պատասխան ստանալով գրություն առայն, որ վեճերը կատարելու տեսանկյունից բավարար է կասեցնել սահմանակ փակել ժամանակավոր կառավարչի որպես հետ գլխավոր տնօրեն լիազորությունները, ըստ էության դրսևորել է անգործություն եւ չի սահմանափակել ժամանակավոր կառավարչի լիազորությունները։ Ուշադրության արժանի է նաեւ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից այն, որ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից խախտվել է հանրային ծառայություններ կարգող մարմնի մասին օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետը, այն է, տեղյակ լինելով այն մասին, որ դեռևս 25 թվականի սեպտեմբերի 16-ից Սահմանադրական դատարանի վարույթի ներքո է գտնվում այն լիազորությունների սահմանադրականության հարցը, որի հիմքով հենց հարուցվել է սույն վարչական վարույթը, միջոցներ չի ձեռնարկել նշված նորմի կատարման հարուցած վարույթի կարճելու առնչությամբ։ Արդյունքում վերագրալից ելնելով գտնում ենք, որ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը, ինչպես օբյեկտիվ չափանիշի, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսանկյունից սույն վարչական վարույթի շրջանակներում հանդիսանում է կողմնակալ անձ եւ հետեւաբար սույնով բացառք ենք հայտնում վերջինիս հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի մյուս անդամներից ակնկալելով մեկօրյա ժամկետում լուծել վերջինիս սույն վարչական վարույթի հետագա մասնակցության հարցը։ Շնորհակալ եմ։